Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դա ադրբեջանա-թուրքական տեսակետները, որոնք արտահայտում են ադրբեջանա-թուրքական ռեժիմի ներկայացուցիչները։ Հիմա հայ ժողովուրդն էլ իր անվտանգության համար պետքա պայքարի ադրբեջանա-թուրքական ռեժիմի դեմ։ Հիմա ասենք Իլհամ Ալիևը տենց ասե, Էրդողանը տենց ասե, Փաշինյանը տենց ասե, Ալեն Սիմոնյանը տենց ասե, Սուրեն Պապետյանը, սա թուրք են։ Իրանց մեկը հայ ազգանվան, մեկը թուրքի, մեկը ադրբեջան, իրենց էությամբ, իրենց նպատակադրումների իմաստով, դրանք մեր ժողովրդի թշնամիներն են։ Հիմա ասենք մեր թշնամիները տենց են ասել, ջանդամն են ասել։ Հիմա ասենք ես մեզ մտածեմ թե Փաշինյանը ինչ ասե։ Փաշինյանը հանցագործա է ժողովրդի թշնամին է, որը պետքա վռնդվի եւ ժողովուրդը պետք է դուս ազատագրական պայքարի նրա տիրապետությունից ազատվելու համար։ Իմ ինչի՞ սա պետք է ինչ ասե։ Այդ իր ասելուց ինքը հաստատում է իր թշնամի լինելը, իր դավաճան լինելը։ Եվ մեր բոլորիս միասնական պայքարի մղելու ձգտումն է դրանով պետք է ընդամենը մեծանում։ Եթե նստենք դրա հիմարություններին, լսենք թե ինչ է դուս տվե։ Տեսեք, տարիներ առաջ, մի քանի տարի առաջ սրանից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նոյեմբերի 9-ի ստորագրության տակ ինքը ստորագրել է, հետևաբար պետք է հետամուտ լինի կամ կարող է հետամուտ լինել Լաչինի միջանցքին։ Ինչ է կարծում, ինչու է ստորակարգը ինչ որ փուլում վերացավ։ Որովհետև ինքը Ադրբեջանի շահերի սպասարկողն է, Ալիևի պահանջը դրել որ պիտի Լաչինի միջանց չլինի, չի եղել։ Ալիևն ասել է որ պիտի Արցախ եզրույթը չգործացեք, չեն գործացել, ասել է Արցախը պիտի կարգավիճակ չունենա, չի ունեցել, ասել է պիտի այս Տաուշի մարզից տարածքները հանձնես, հանձնել է։ Հիմա ասենք թե պատկերացրեք Հայաստանի վարչապետը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Շահին Մուստաֆայևը։ Տարբերություն կա։ Շահին Մուստաֆայևը կրթություն ունի։ Ընդհանրություններ կան, երկուսն էլ Տաուշի մարզից են։ Շահին Մուստաֆայևը ավելի գրագետ է խոսում հայերեն, բայց մնացած հարցերում իրանք նույնն են։ Հիմա Ալիևը Շահին Մուստաֆայևի փոխարեն սրան է նշանակել։ Ուղղակի խաբելով մեր ժողովրդին։ Հիմա ժողովուրդը պիտի գիտակցի, դուրս գա հանի շպրտի։ Տեսնում եք այդ գիտակցության նշույլներ կամ հնարավորություն, որ ի վերջո հնարավոր կլինի։ Այո, անպայման։ Մեր հասարակության մեջ կան շատ ակտիվ տրամադրություններ, ամեն օր, ամեն առիթը ստեղծում է ավելի մեծ է դարձնում մարդկանց այն հոծ բանակը, զանգվածը, որը գիտակցում է, որ 18 թվին Հայաստանում տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, որ իրենց ազնիվ նպատակադրումներով, ազնիվ մտորումներով, մեր երկիրը ավելի շեն, պաշտպանված տեսնելու ձգտումով դարձել են այդ ադրբեջանա-թուրքական հեղափոխության զոհը։ Եվ հիմա իրանք ոչ թե պետքա զոհի կարգավիճակ ունենան ու դառնան փաստացի զոհը, որը հազարներն էլ դարձել են։ Այլ դուրս գան պայքարի, այդ ընդամենը ոտու գլուխ ախե 200 գլուխ ընդ ասենք ապրանք մնացել։ Պարոն Ղազարյան, տեսեք, այսօր արցախցիները բավական լուրջ սոցիալական խնդիրների առջև են նախ եւ առաջ կանգնած եւ արտագաղթի վտանգի մասին են շատերը բարձրաձայնում։ Սա միտումնավոր է արվում։ Դե իրան արցախցիները հիմա Հայաստանում արժանացել են նույն վերաբերմունքին, ինչ վերաբերմունքին որ կարժանանային, եթե մնային Արցախում։ Այսինքն հիմա որ այս մարդիկ մնային Արցախում, իրաց մեկը նպաստեր տալու։ Դե չեն տալի։ Իրանց մեկը դե տուներ տալու։ Թուրք են այ մարդ ինչ տավեց ոնց բացատրեմ էլ է։ Այս մենք հայտնվել ենք ադրբեջանական իշխանության ներքո։ Դրա մի փրկության ձև գոյություն ունի, որ այս մարդկանց վռնդեն։ Հիմա ասում է արցախցիների Արցախ վերադարձի հարցը չի քննարկվում, որովհետև քննարկվում է ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը։ Թուրք են այ մարդ, ոնց բացատրեմ, այտենց է։